Ողջունում եմ բոլորիդ, սիրելի սյունեցիներ, հարազատ սիսյանցիներ, ներկայիս իշխանությունների հայրենադավ և ազգադավ գործունեության հետևանքով կորցրեցինք Արցախը։ Բռնագաղթվեցին 120,000-ից ավել մեր հայրենակիցները, անխնայորեն մկրատվում են ՀՀ պետական սահմանները, նենգ դավաճանությամբ կազմավորվում է հայոց բանակը իր անդառնալի հազարավոր կորուստներով և ռազմատեխնիկական բազայի փոշիացմամբ։ Կորսված են ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։ Իրականությունը սթափ գնահատելու, ժողովրդին ճշմարտությունը ազնվորեն և շիտակ ներկայացնելու փոխարեն ներքաղաքակարգը որդեգրել է ստի, կեղծիքի մի քաղաքականություն, որի նպատակը սեփական հակազգային գործունեության կոծկումն է և հոգեվարքի մեջ հայտնված իրենց տխրահռչակ իշխանության երկարակեցության ապահովումը։ Ներկայիս նախընտրական իշխանական քարոզությունն ուղղորդված է մարդկանց զգացմունքներին, բնազդներին և ոչ թե բանականությանը։ Մեզնից խլում են հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, հավաքական հիշողությունը, որի հետևանքով հայ ժողովուրդը վերածվում է ամբոխի։ Ամենայն հայոց բանաստեղծը ժամանակին բանաձևել է ժողովրդի և ամբոխի տարբերությունը։ Ժողովուրդը իմաստուն է, ամբոխը հիմար։ Ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը դյուրակրգիր, վտանգավոր, չար։ Միթե մեզ համար գերադասելի է ամբոխացումը։ Ոչ, հազար անգամ ոչ, և սա դուք եք ասում իմ հայրենակիցներ։ Մենք պետք է մերժենք հայ ժողովրդի ամբոխացումը, միավորվենք այս ազգակործան իշխանության դեմ և ըմբոստանանք նրանց վերահսկողության ներքո իրականացվող ամեն մի քայլի դեմ։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ մեր պետության վերահսկության միակ ճանապարհը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են, որի երաշխավորը, սակայն այս իշխանությունը չի կարող լինել։ Մեզ անհրաժեշտ ընտրությունները պետք է լինեն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությամբ և վերահսկողությամբ։ Հայրենակիցներ, ես Տարոն Աշոտի Մինասյանս, Արցախյան երկու պատերազմների մասնակից եմ և վստահաբար ամենից շատ ես և իմ սերունդը չենք ուզում պատերազմ, բայց դա ուզելով կամ չուզելով չէ։ Պետք է ունենալ ուժեղ մարտունակ բանակ, ժամանակակից սպառազինությամբ, վարել արտաքին ճկուն քաղաքականություն, վերստին վերականգնելով բարիդրացիական հարաբերությունները բնական դաշնակիցների հետ։ Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները։ Վտանգի դեպքում յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք այն սուրբ հողը, որ ժառանգություն ենք ստացել պապերից։ Իր կյանքն այս հողի վրա պատկերացնող ամեն մի հայ, անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, պիտի ապրի երկիրը պահողի գաղափարախոսությամբ։ Լինի նա զինվորական, թե հողագործ, կրթության, մշակույթի, այլ ոլորտների ներկայացուցիչ, թե նույնիսկ երկրի ղեկավար։ Եվ ամենավերջում թույլ տվեք մեջբերում անեմ մեր մեծ հայրենակցից Համոսահյանից։ Բուք արտաշնչող լեռնագագաթներ, ինչ էին խոսում հոգնած ու մրսած արագիլները ետ գալու պահին, հավատում էին։ Ես հավատում եմ մեր պայքարին, ես հավատում եմ մեր հաղթանակին, ես հավատում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Միասին ամեն ինչ կարող ենք։ Շնորհակալություն։